Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Իմ արյունը նույնն է, ինչ նրա մոտ, ասաց փողոցային տղան միլիոնատիրոջը առաջարկելով օգնել իր հիվանդ դստերը։ Հուսահատ հայրը փորձում է հասկանալ, թե ինչն է առաջնորդում այս փողոցի երեխային, ով անհավանական առաջարկ է անում։ Երբ անալիզները հաստատում են համընկնումը, նա բախվում է կործանարար գաղտնիքի, որը մարտահրավեր է նետում իր ողջ կյանքում հավատացած ամեն ինչին։ Կկարողանա արդյոք նա փրկել իր դստերը։ Դիտեք մինչև վերջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք դնել լայք այս տեսանյութին եւ գրել, թե որ քաղաքից եք։ Սկսում ենք։ Արմեն Հովանիսյանը կանգնած էր իր գրասենյակի պանորամային պատուհանի մոտ Երևանի Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի վերին հարկում։ Նրա ուրվագիծը երկար ստվեր էր գցում խղկված մարմարե հատակին։ Սեղանի վրա ընկած էր Forbes-ի թարմ համարը, որի շապիկից նայում էր իր դեմքը, մարդը, ով երբեք չի սխալվում վերնագրով։ Իրոնիան չվրիպեց նրանից, երբ նա մեկ այլ կում արեց սառած սուրճից։ Քաղաքը տարածվում էր նրա ոտքերի տակ, ինչպես բարդ միկրոսխեմա։ Նրա լույսերը թարթում էին մտնող մթության մեջ։ Այդ լույսերից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր կայսրության մի մասը՝ հյուրանոցներ, տեխնոլոգիական ընկերություններ, էլիտար անշարժ։ Բայց հենց հիմա ոչինչ նշանակություն չուներ։ Նրա հեռախոսը կրկին թրթրաց, դարձյալ մեկ այն հաղորդագրություն օգնականից, խորհրդի հրատապ նիստի մասին։ Նա անտեսեց այն, փոխարենը նրա մտքերը թռան երկու հարկ վերև գտնվող փոքրիկ ննջասենյակ, որտեղ խաղաղ քնած էր իր դուստրը Սոնան։ 8 տարեկանում նա իր տիեզերքն էր, թեև հազվադեպ էր ժամանակ գտնում դա ցույց տալու։ Նրա ոսկեգույն գանգուրները եւ վարկապույտ աչքերը ճշգրիտ պատճենն էին մորը, Անահիտի, մտքեր, որ դեռևս ծանոց ցավ էին առաջացնում գրծքում։ Մաքրողները արդեն տուն էին գնացել, թողնելով նրան մենակ մտքերի եւ օթափողության համակարգի հանգիստ աղմուկի հետ։ Արմեն Հովանիսյանը, ում ճանաչում էին իր աշխատակիցները, տարերք էր, մարդ, ով զրոյից կառուցել էր իր կայսրությունը մաքուր վճռականության եւ անսասան հավատի շնորհիվ։ Սեղանի վրա փոքրիկ շրջանակը գրավեց նրա ուշադրությունը։ Սոնայի լուսանկարը նրա վերջին տարեդարձին։ Նա կարողացել էր մնալ ճիշտ 27 րոպե, նախքան Սինգապուրի նրտրողների հետ արտակարգ կոնֆերանս զանգը շեղեց նրան։ Այն ժամանակ խղճի խայթը, որ կրծում էր նրան, վերադարձավ նոր ուժով։ Սելեկտորը զնգաց, դուրս քաշելով նրան մտորումներից։ Արմեն, գիշերային քարտուղարի ձայնը թեթևակի դողում էր, գրում է Սոնայի դայակը, ասում է շտաբ է։ Շտաբ բառը մեծ մասամբ կորցրել էր իր իմաստը Արմենի աշխարհում, բիզնեսում ամեն ինչ շտաբ էր։ Շտաբ հանդիպումներ, շտաբ գործարքներ, շտաբ ճգնաժամեր, բայց քարտուղարի ձայնում ինչ-որ բան ստիպեց նրա ձեռքը սարել կես ճանապարհին դեպի սուրճի բաժակը։ Միացրեք, ասաց նա, պահպանելով սովորական հրամայական տոնը, չնայած կրծքում հանկարծակի ծանրությանը։ Արմեն, դայակի ձայնը լարված էր հազիվ զսպված խուճապից։ Սոնան ուշագնաց է եղել բալետի դասի ժամանակ։ Նրա ջերմաստիճանը շատ բարձր է, եւ այնտեղ արյուն կա պարոն։ Նրան տարել են Արաբկիր բժշկական կենտրոն։ Սուրճի բաժակը սայթաքեց նրա ձեռքից եւ կտոր-կտոր ցրվեց մարմարե հատակին։ Առաջին անգամ կյանքում Արմեն Հովանիսյանը իրեն լիովին անզոր զգաց։ Քաղաքի լույսերը շարունակում էին թարթել ներքևում, անտարբեր այն բանի նկատմամբ, թե ինչպես է նրա աշխարհը հանկարծ շրջվել։ Մի քանի րոպե անց նա արդեն իր անձնական վերելակում էր։ Նրա սովորական մեթոդականությունը զիջել էր հազիվ զսպված խուճապին։ Վարորդն արդեն սպասում էր մեքենայով, երբ նա դուրս թռավ լոբիի դռներից, բռնելով անվտանգության աշխատակիցների վախեցած հայացքները, ովքեր երբեք չէին տեսել, որ Արմեն Հովանիսյանը վազում է։ Բժշկական կենտրոնը ընդամենը 15 րոպե հեռավորության վրա էր, բայց յուրաքանչյուր վայրկյան հավերժություն էր թվում։ Արմենը սեղմում էր հեռախոսը, կարդալով դստեր հիվանդության պատմությունը, որը օգնականն արդեն ուղարկել էր բժիշկներին։ Սոնան միշտ առողջ էր, գրեթե զարմանալիորեն առողջ, հաշվի առնելով, թե որքան փխրուն էր թվում ծնվելիս։ Հիշողությունները նրա ծննդյան եւ Անահիտի մասին, ով առաջին անգամ գրկում էր նրան, ծածկեցին նրան ալիքով։ Անահիտը կիմանար, թե ինչ անել, ինչ հարցեր տալ, ինչպես հասկանալ բժշկական տերմինները, որոնք անպայման կհարձակվեին նրանց վրա։ Բայց Անահիտը չկար արդեն 6 տարի, եւ նա ստիպված էր մենակ լինել ծնող։ Մեքենան մոտեցավ ընդունարան։ Արմենը տեսավ բժշկական անձնակազմի փոքր խումբ, որը սպասում էր իրեն։ Օգնականն ակնհայտորեն նախապես զանգել էր։ Դուրս գալով մեքենայից նա ուղեց փողկապը եւ ուսերը ուղեց, թաքնվելով իր բիզնես կերպարի սովորական զրահի հետևում։ Բայց ներսում ձայնը շարունակում էր գոռալ, որ սա այն խնդիրներից մեկն է, որոնք նա չի կարողանա լուծել փողով կամ ազդեցությամբ։ Բժիշկը քայլեց նրա դեմ։ Նրա դեմքը լուրջ էր։ Արմեն, ես բժիշկ Ելենան եմ։ Պետք է խոսենք ձեր դստեր վիճակի մասին։ Արմենը գլխով արեց, հետևելով նրան ստերիլ միջանցքներով։ Հակասեպտիկի հոտը հարվածեց քթին։
իսկ ֆլորեսցենտային լամպերը սուր ստերներ էին գցում պատերին։ Յուրաքանչյուր քայլը վերջնականությամբ էր արձագանքում, որը կարծես ծաղրում էր նրա սովորական վստահությունը։ Սոնայի ախտանիշները ցույց են տալիս հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն, բացատրում էր բժիշկ Ելենան, մինչ նրանք քայլում էին։ Նրա օրգանիզմը հարձակվում է սեփական արյան բջիջների վրա։ Մենք անցկացնում ենք լրացուցիչ թեստեր, բայց նրան անհրաժեշտ է անմիջական միջամտություն։ Նրանք կանգ առան պալատի մոտ, որտեղ Արմենը կարող էր տեսնել Սոնային պատուհանից։ Նրա փոքրիկ կերպարը կորնում էր հիվանդանոցային մահճակալի վրա շրջապատող սարքավորումների մեջ։ Նրա ոսկեգույն գանգուրները ցրված էին բարձի վրա, ինչպես նիմֆա։ Պարոն Հովանիսյան, բժիշկի ձայնը կտրեց նրա մտքերը։ Կա ևս մեկ բան, որ դուք պետք է իմանաք։ Սոնայի արյան խումբը չափազանց հազվագյուտ է։ Գտնել համապատասխան դոնոր փոխներկարկման համար, որը նրան անհրաժեշտ է, հեշտ չի լինի։ Արմենը շրջվեց բժիշկի կողմը։ Նրա ծնոտը սեղմեց վճռականությունից։ Ինչ էլ որ արժենա, ինչ էլ որ պետք լինի անել, ես կկազմակերպեմ։ Պարզապես ասեք, թե ինչ է պետք։ Բժիշկի դեմքի արտահայտությունը չփոխվեց։ Արմեն, կարծում եմ դուք չեք հասկանում, գործը փողի մեջ չէ։ Սոնայի արյան խումբը աշխարհի ամենահազվագյուտներից մեկն է։ Մեզ պետք է գտնել համընկնում եւ արագ։ Պատուհանից դուրս Սոնան թեթևակի շարժվեց քնի մեջ։ Արմենը սեղմեց ափը ապակուն, զգալով սառը մակերեսը։ Առաջին անգամ Անահիտի մահից հետո նա իրեն իսկապես մենակ զգաց։ Հաջորդ 48 ժամը անցավ բժշկական տերմինների եւ շտաբ զանգերի մշուշում։ Արմենը ակտիվացրեց իր լայն կապերի ցանցի յուրաքանչյուր կոնտակտ, կապվելով մասնագետների հետ ամբողջ աշխարհում։ Նրա գրասենյակը ժամանակավորապես տեղափոխվել էր հիվանդանոցի առանձին սպասասրահ, որտեղ օգնականը համակարգում էր գործողությունները ամբողջ աշխարհի կլինիկաների հետ։ Մինչ նա շտապում էր Սոնայի մահճակալի եւ բժիշկների հետ անվերջ խորհրդակցությունների միջև, Սոնան մերթ գիտակցության էր գալիս, մերթ անջատվում։ Նրա սովորական կենսուրախ էներգիան փոխարինվել էր սարսափելի անշարժությամբ։ Նրա հազվադեպ պարզության պահերին նա թույն ժպտում էր հորը, փորձելով հանգստացնել նրան այնպես, որ նրա սիրտը սեղմվում էր։ «Ես լավ եմ, հայրիկ», շշնջում էր նա, նույնիսկ երբ սարքերը չարագուշակորեն ջրջրում էին։ Արմենը երբեք իրեն ավելի անօգուտ չէր զգացել։ Նրա հարստությունը, որը միշտ եղել է ցանկացած խնդրի լուծում, այժմ անիմաստ էր թվում։ Նա առաջարկում էր Շվեյցարիայից մասնագետներ բերել, պոտենցիալ դոնորների համար մասնավոր ինքնաթիռներ պատվիրել, ամբողջ հետազոտական ծրագրեր ֆինանսավորել։ Բայց այդ ամենը ոչ մի նշանակություն չուներ առանց համատեղելի դոնորի։ Հենց այդպիսի հազվագյուտ ընդմիջումներից մեկի ժամանակ, երբ նա դուրս եկավ օդ շնչելու հիվանդանոցի մուտքի մոտ, առաջին անգամ նկատեց տղային։ Արմենի փողկապը թուլացված էր, իսկ սովորաբար ամբասիր կոստյումը կնճռոտված, հիվանդանոցային աթոռներում ժամերով նստելուց։ Տղան կանգնած էր ընդունարանի մուտքի ստվերում այնքան անշարժ, որ գրեթե միաձուլվում էր ֆոնին։ Նրան չէր կարող լինել ավելի քան 11 կամ 12 տարեկան, թեև նրա աչքերում կար կոշտություն, որը խոսում էր տարիների մասին, որոնք գերազանցում էին նրա տարիքը։ Նրա հագուստը հնացած եւ կեղտոտ էր, գունատված շապիկ, պատառոտված ջինսեր եւ այնինչ ժամանակին սպիտակ սպորտային կոշիկներ էին։ Բայց ոչ նրա արտաքին տեսքն էր գրավել Արմենի ուշադրությունը։ Դա այն էր, թե ինչպես էր տղան նայում հիվանդանոցի մուտքին այնպիսի ինտենսիվությամբ, որը գրեթե ծանոթ էր թվում։ Անվտանգության աշխատակիցը մոտեցավ տղային, պատրաստ լինելով հեռացնել նրան մասնավոր կլինիկայի մաքուր մուտքից։ Բայց նախքան նա հասներ, տղան խոսեց, եւ նրա ձայնը հստակ հնչեց հանգիստ երեկոյան օդում։ Իմ արյունը նույնն է, ինչ նրա մոտ։ Անվտանգության աշխատակիցը սառեց, հետո արհամարանքով ծիծաղեց։ Իհարկե տղա, գնա այստեղից։ Արմենը սովորաբար կանտես էր այդպիսի տեսարան, բայց ինչ որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Գուցե դա հուսահատությունն էր, գուցե տղայի անսասան հայացքում ինչ որ բան։ Նա հայտնաբերեց, որ գնում է դեպի նրան։ Նրա բիզնես ինստինկտները ասում էին չանտեսել ոչ մի հնարավորություն, թեկուզ որքան անհավանական լիներ այն։ Կանգնիր, բացականչեց Արմենը։ Նրա ձայնը բավականաչափ իշխանական էր, որպեսզի ստիպեր եւ անվտանգության աշխատակցին, եւ տղային շրջվել։ Ինչ ասացիր։ Տղան հանդիպեց նրա հայացքին առանց թարթելու, այնինչ հաջողվում է քչերին, մեծահասակներից անգամ։ Վերևում աղջիկը, որին արյուն է պետք, իմը նույնն է։ Եվ ինչպես կարող ես դա իմանալ, հարցրեց Արմենը ուսումնասիրելով տղայի դեմքը։ Նրա դիմագծերում ինչ որ բան քաշում էր հիշողության թելերը, թեև նա չէր կարողանում հասկանալ ինչու։ Պարզապես գիտեմ, պարզապես պատասխանեց տղան։ Ստուգեք ինձ, եթե ուզում եք։ Արմենը պետք է հեռացներ նրան,
Հավանաբար սա պարզապես հերթական խաբեություն էր։ Ինչ-որ մեկը փորձում էր օգտվել հուսահատ իրավիճակից, բայց նա կարիերա էր անցել կարդալով մարդկանց, և տղայի հանգիստ վստահության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան մտածել։ Նա շրջվեց անվտանգության աշխատակցի կողմը, կանչեք բժիշկ Ելենային այստեղ։ Մինչ սպասում էին, Արմենը շարունակում էր ուսումնասիրել տղային, ով կանգնած էր իր տեղում, առանց շարժվելու և առանց հայացքը շրջելու։ Նրա մեջ կար անշարժություն, որը բնորոշ չէր իր տարիքին, տեսակի համբերություն, որը խոսում էր երկար ժամերի սպասման և դիտարկման մասին։ «Ինչպե՞ս է քո անունը», հարցրեց Արմենը։ «Արամ», պատասխանեց տղան։ «Արամիկ», և ինչ-որ բան այն ձևում, ինչպես նա ասաց դա, ստիպեց Արմենի կուրծքը անբացատրելի կերպով սեղմվել։ Բժիշկ Ելենան եկավ թերահավատ դեմքով, երբ Արմենը բացատրեց իրավիճակը, բայց նրա դեմքին մեծ հայացքը բավարար էր, որպեսզի նա չվիճարկի։ Մի քանի րոպե անց նրանք արդեն ուղեկցում էին Արամին լաբորատորիա, անալիզների համար։ Տղան գնում էր նրանց միջև, նույն հանգիստ վստահությամբ, ինչ փողոցում։ Մինչ գնում էին, Արմենը նկատում էր ավելի ու ավելի շատ մանրամասներ, ինչպես էր տղան թեթևակի կաղում աջ ոտքով, ինչպես էր ուշադիր շրջում շուրջը, կարծես նշելով փախուստի ուղիներ։ Փոքրիկ տետրակը, որը դուրս էր ցցվում հետևի գրպանից, մաշված և ծալված էջերով։ «Ինչու ես դա անում», հարցրեց Արմենը, մինչ սպասում էին առաջին արյան վերցմանը։ Արամը երկար նայեց նրան, նախքան պատասխանելը։ Նրա ձայնը փափուկ էր, բայց ամուր։ «Որովհետև կարող եմ»։ Պատասխանի պարզությունը զարմացրեց Արմենին։ Նրա աշխարհում ամեն ինչի գին կար, յուրաքանչյուր գործողության թաքնված շարժարիթ կար, բայց տղայի դեմքին չկար խորամանկություն, ոչ մի ակնարկ խաբեության իր ուշադիր հայացքում։ Երբ բուժքույրը պատրաստվեց արյուն վերցնել, Արամն առանց վարանելու վեր քաշեց թևը, բացահայտելով իր տարիքի համար չափազանց բարակ ձեռքերը։ Արմենը իրեն բռնեց այն ցանկությունից, որ ավելի շատ հարցեր տա, հասկանա, թե որտեղից է եկել այս երեխան և ինչու է այստեղ։ Բայց նախքան նա հասցներ, բժիշկը մտավ սենյակ։ Նրա դեմքը կարմրել էր հուզմունքից։ «Արմեն», ասաց նա, պահելով նախնական արդյունքը։ «Նախնական տիպավորումը համընկնում է։ Պետք է ավելի շատ տեստեր անցկացնենք»։ Բայց նա լռեց, բայց իմաստը պարզ էր։ Բոլոր հավանականությունների դեմ այս տվերներից եկած տղան կարող էր լինել այն հրաշքը, որի մասին նրանք աղոթում էին։ Հիվանդանոցի լաբորատորիան աղմկում էր գործունեությունից։ Լաբորանտները շտապում էին ավարտել արյան ամբողջական անալիզը։ Արմենը քայլում էր միջանցքում, առաջին անգամ տարիների ընթացքում մոռանալով հեռախոսը գրպանում։ Արամը հանգիստ նստած էր պլաստիկաթոռին։ Նրա հնացած սպորտային կոշիկները հազիվ էին հասնում հատակին։ Նա չէր խնդրում ուտելիք կամ ջուր, չէր բողոքում բազմաթիվ արյան վերցումներից, չէր ցույց տալիս անհարմարության որևէ նշան ժամերով սպասելու ընթացքում։ Արմենը իրեն բռնում էր այն բանի վրա, որ գաղտագողի նայում է տղային, երբ մտածում էր, որ Արամը չի նայում։ Նրա պրոֆիլում ինչ-որ բան սարսափելիորեն ծանոթ էր, այն ձևը, ինչպես նա պահպանում էր հանգիստ արժանապատվություն, որը չափազանց հասուն էր թվում իր տարիքի համար։ Ամեն անգամ, երբ Արմենը փորձում էր բռնել այդ ծանոթ տարրերը, «Ինչ պատահեց նրա հետ», հարցրեց Արմենը, թեև նրա մի մասը վախենում էր պատասխանից։ «Նա հիվանդացավ», պատասխանեց Արամը, և առաջին անգամ նրա ձայնում հնչեց թեթև դող։ Քաղցկեղ, ապահովագրություն չկար։ Աշխատանքը կորցնելուց հետո նա փորձեց պայքարել, բայց նա ուսերն առավ։ Ժեստը հոգեբեկորեն հասուն էր։ Համակարգը վերցրեց իրենը։ Արմենը ֆիզիկապես վատացավ։ Քրիստինեն կորցրել էր աշխատանքը, հավանաբար կորպորատիվ վերակառուցման պատճառով, որը նա հրամայել էր անցկացնել միաձուլման ժամանակ։ Նույն այդ միաձուլման, որը այնքան կարևոր էր, որ նա չէր կարող ընդունել նրա զանգերը, չէր կարող կարդալ նրա նամակները։ Նրա որոշումների հետևանքների կասկադը ընկավ նրա վրա, ինչպես ցունամի։ Եվ դու մենակ ես եղել այդ ժամանակվանից։ Սկզբում խնամատար ընտանիքներ, հետո մանկատուն։ Ոչ մի տեղ երկար չեմ մնացել։ Արամը ուղեց ուսապարկի լարերը, նյարդային ժեստ, որը ցավալիորեն հիշեցնում էր Արմենին, թե որքան երիտասարդ է նա իրականում։ Փողոցում երբեմն ավելի լավ է, գոնե գիտես ինչ սպասել։ Արմենը քայլ արեց առաջ, բայց կանգ առավ տեսնելով, թե ինչպես է Արամը լարվում։ Դու գիտիր ով եմ ես այս ամբողջ ժամանակ, ով է Սոնան։ Տղայի դեմքին սահեց ուրվագիծ ժպիտ։ Դժվար է չնկատել ձեր դեմքը ամսագրենի շապիկներին, բացի այդ մայրս պահպանում էր ամեն ինչ, թերթի կտորներ, հոդվածներ, ասում էր՝ մի օր գուցե ուզենաս իմանալ քո հոր աշխարհի մասին։
Նրա արտահայտությունը մի փոքր կարծրացավ։ Չէի մտածում, որ երբևէ իսկապես կմտնեմ այդ աշխարհ, բայց դու մտար, մեղմ ասաց Արմենը։ Դու եկար Սոնային օգնելու։ Նա անմեղ է, պարզապես պատասխանեց Արամը։ Նրան օգնություն էր պետք, ահա եւ ամեն ինչ։ Հայտարարության պարզությունը ճեղքեց Արմենի բոլոր պաշտպանությունները։ Այս տղան, ում մոտ կային բոլոր պատճառները դառնալ զայրացած, ուզել հաշվեհարդար, պահանջել փոխհատուցում, փոխարենը ընտրեց օգնել իր խորտ քրոջը պարզապես այն պատճառով, որ նա կարիք ուներ։ Պատուհանից Սոնան թեթևակի շարժվեց քնի մեջ։ Արամը նայեց նրան, եւ մի պահ նրա մանրակրկիտ պահպանված դիմակը չակ տվեց։ Նա նման է իր լուսանկարներին, հանգիստ ասաց նա, հասարակական քրոնիկայից։ Մայրը երբեմն ցույց էր տալիս ինձ, ասում էր. «Ինձ մոտ քույր կա որտեղ որ միտեղ»։ Արմենը զգաց, թե ինչպես են արդյունքները մոտենում առաջին անգամ տարիների ընթացքում։ Արամ, խնդրում եմ, թույլ տուր հիմա օգնել քեզ, թույլ տուր փորձել շտկել սա։ Բայց Արամն արդեն կրկին շարժվում էր դեպի դուռը։ Հիմա նրա հետ ամեն ինչ լավ կլինի, ասաց նա գլխով ցույց տալով Սոնայի կողմը։ Դա է գլխավորը։ Դու էլ ես կարևոր, ասաց Արմենը։ Ձայնը թեթևակի խզվեց։ Խնդրում եմ, պարզապես մնա, մենք կարող ենք հասկանալ սա։ Արամը սառեց դրան մեջ, ձեռքը կողպեկի վրա։ Մի պահ Արմենին թվաց, թե տեսնում է ինչ-որ բան, որ փայլեց տղայի աչքերում, կարոտ գուցե, կամ անորոշություն, բայց հետո դա անհետացավ, փոխարինվելով նույն զգույշ չեզոքությամբ։ Երբեմն, հանգիստ ասաց Արամը, այնինչ մենք կոտրում ենք չի կարելի շտկել փողով, պարոն Հովանիսյան։ Նախքան Արմենը հասցներ պատասխանել, տղան անհետացավ։ Նրա քայլերը արձագանքում էին հիվանդանոցի միջանցքում, հեռանալով։ Արմենը կանգնած էր տեղում, չգիտեր վազել հետևից թե Սոնայի մոտ մնալ։ Պատուհանից նա տեսնում էր առաջին արևի ճառագայթները, որոնք ոսկեգույն էին ներկում քաղաքի հորիզոնը։ Նույն գույնը, ինչ Քրիստինեի աչքերում, Արամի աչքերում։ Սոնան արթնացավ հենց բուժքույրերի փոխարինման ժամանակ։ Նրա աչքերը բացվեցին, անմիջապես կենտրոնանալով հոր դեմքի վրա։ Հայրիկ, շշնջաց նա։ Ձայնը ավելի ամուր էր, քան վերջին օրերին։ Ինձ տարօրինակ երազ երևաց։ Արմենը թեքվեց առաջ, վերցնելով նրա ձեռքը։ Ինչ երազ, սիրելիս։ Տղակար, ասաց նա թեթևակի խոժորվելով, փորձելով հիշել։ Նա գիրք էր կարդում, եւ նա ինձ տվեց ինչ-որ կարևոր բան, ինչ-որ բան, որ ինձ պետք էր։ Նա շփոթված շրջեց սենյակը հայացքով։ Դա իրական էր։ Արմենը մեղմ սեղմեց նրա ձեռքը։ Կոկորդը սեղմվեց զգացմունքներից։ Այո, Սոնա, տղակար, եւ նա օգնեց քեզ առողջանալ։ Սոնայի դեմքը լուսավորվեց։ Կարող եմ ծանոթանալ նրա հետ, ուզում եմ շնորհակալություն ասել։ Անմեղ խնդրանքը հարվածեց Արմենին որպես ֆիզիկական հարված։ Ինչպես բացատրել 8-ամյա դստերը, որ իր փրկիչը, իր եղբայրը գնացել է, որ նա հեռացրել է նրան տարիներ առաջ, նախքան նա նույնիսկ ծնվել էր։ Նախքան նա հասցներ ձևակերպել պատասխանը, մտավ բժիշկի Էլենան, փայլելով արթնացած հիվանդուհուն տեսնելով։ Տեսեք ով է վերջապես միացել մեզ, ինչպես է զգում Սոնա։ Ավելի լավ, պատասխանեց Սոնան ավելի ուղիղ նստելով։ Շատ ավելի լավ, կարող եմ նախաճաշել։ Մեռնում եմ քաղցից։ Բժիշկը ծիծաղեց ստուգելով Սոնայի ցուցանիշները։ Ախորժակի վերադարձը։ Շատ լավ նշան։ Կխնդրեմ բուժքույրերին բերել ինչ-որ թեթև բան սկզբից։ Մինչ բժիշկը գրառումներ էր անում, Սոնան կրկին շրջվեց հոր կողմը։ Հայրիկ, ուր գնաց տղան։ Այն, որ իմ երազում էր։ Արմենը տեսավ, թե ինչպես է բժիշկը կտրուկ բարձրացրեց հայացքը հարցի վրա։ Դեմքի արտահայտությունը հետաքրքրասեր դարձավ։ Նա երբեք չէր բացատրել անձնակազմին, թե ով է Արամը։ Հազիվ ինքն էր գիտակցել դա։ Հիմա նայելով դստեր սպասող դեմքին, նա հասկացավ, որ վերջի վերջո ստիպված է լինելու գտնել ճանապարհ պատմելու նրան ճշմարտությունը։ Նրան պետք էր գնալ, զգուշորեն ասաց Արմենը։ Բայց ես հույս ունեմ, որ նորից կտեսնենք նրան։ Նա բարի էր։ Երազում նա թվում էր բարի, հանգիստ, բայց բարի։ Արմենը ժպտաց, չնայած կրծքի ցավին։ Այո, Արևիկ, նա շատ բարի էր եւ շատ համարձակ։ Սոնան իմաստուն գլխով արեց, կարծես դա հաստատում էր այն, ինչ արդեն գիտեր։ Ինչպես հրեշտակ պահապան, հայտարարեց նա։ Այդպես է ասում դայակ այն մարդկանց մասին, ովքեր օգնում են, երբ դա ամենից շատ է պետք։
Համեմատությունը ստիպեց Արմենի աչքերը այրել։ Հրեշտակ Պահապանով քնում էր կամուրջների տակ և փնտրում էր ուտելիք։ Հրեշտակ Պահապանում մոտ կային բոլոր պատճառները ատելու նրան, բայց ով ընտրեց փրկել քրոջը։ Բուժքույրը բերեց Սոնայի նախաճաշը։ Մինչ նա օգնում էր աղջկան ավելի հարմար նստել, Արմենի հեռախոսը թրթրաց Մարիամի հաղորդագրությունից։ Նա արդեն սկսել էր Արամի դիսկրետ որոնումը, միացնելով մասնավոր դետեկտիվների ցանցը։ Նախնական հաշվետվությունները ենթադրում են, որ նա հաճախ է լինում հույս օգնության կենտրոնի շրջանում։ Այնտեղ անվճար ճաշարան կա։ Ուղարկել մեկին դիտարկման։ Արմենը արագ մուտքագրեց պատասխանը։ Ոչ մի դիտարկում, պարզապես պահպանիր տեղեկությունը։ Նա նայում էր, թե ինչպես է Սոնան ուտում նախաճաշը ակնհայտ հաճույքով։ Շարժումները դառնում էին ավելի վստահ յուրաքանչյուր կտորով, գույնը վերադարձել էր նրա այտերին, աչքերը պարզ էին, ամեն ինչ Արամի պարգևի շնորհիվ, պարգև, որը տրվել էր ազատորեն առանց պայմանների։ Հայրիկ, Սոնայի ձայնը դուրս քաշեց նրան մտքերից, դու տխուր ես թվում, ինչ-որ բանի համար անհանգստանում ես։ Արմենը ստիպված շպտաց. ոչ սիրելիս, պարզապես մտածում եմ տղայի մասին։ Այո, ընդունեց նա, տղայի մասին։ Սոնան դրեց պատառաքաղը, նայելով նրան երեխաներին բնորոշ տարօրինակ ինտենսիվությամբ։ Գիտես ինչ էր ասում մայրիկը, որ երբեմն կյանքի լավագույն բաները գալիս են որպես անակնկալներ, ինչպես այն ժամանակ, երբ նա զարմացրեց քեզ պիցայով, երբ դու ուշ էիր աշխատում, հիշում ես։ Հիշողությունը, որի մասին նա տարիներ շարունակ չէր մտածել, անակնկալի բերեց նրան։ Անահիտը միշտ գիտեր, թե ինչպես ճեղքել նրա աշխատասիրությունը, ինչպես հիշեցնել, որ կյանքը ոչ միայն վերահսկողություն և պլաններ է։ Գուցե տղան նույնպես այդպիսին է, շարունակեց Սոնան վերագառնալով նախաճաշին, անակնկալ, որը պարզվեց հենց այն, ինչ մեզ պետք էր։ Արմենը նայում էր դստերը, զարմանալով նրա պարզ իմաստության վրա։ Նա ճիշտ էր իհարկե, Արամը անակնկալ էր, այն, որ նա ակտիվորեն փորձում էր խուսափել տարիներ առաջ։ Բայց հիմա տեսնելով, թե ինչպես է Սոնան առողջանում եղբոր պարգևի շնորհիվ, նա հասկացավ, որ որոշ անակնկալներ չի կարելի վերահսկել կամ ժխտել, դրանք կարելի է միայն ընդունել և եթե բախտ վիճակվի գրկել։ Հաջորդ մի քանի օրերը անցան բժշկական զննումների շարքով, Սոնան ամրապնդվում էր յուրաքանչյուր ժամով, բայց Արմենի համար դստեր առողջացման յուրաքանչյուր ուրախ պահը մթագնում էր Արամի առջև աճող մեղքի բեռով։ Նա չէր կարողանում կենտրոնանալ խորհրդի նիստերի վրա։ Մտքերը թափառում էին որդու մաշված սպորտային կոշիկների պատկերի շուրջ, եռամսյակային հաշվետվությունները թվում էին աննշան, համեմատած այն մտքի հետ, որ իր սեփական երեխան քնում է փողոցում։ Մի օր մինչ Սոնան քնած էր, Արմենը գնաց հիվանդանոցից հույս օգնության կենտրոն։ Շենքը հին էր, բայց խնամված։ Փոքր հերթ էր սպասում ճաշարանի մուտքի մոտ, ներսում տաք էր և հոտ էր գալիս ուտելիքից։ Կամավորները շրջում էին սեղանների միջև։ Արմենը իրեն թավալիորեն անտեղի էր զգում իր կոստյումով, բայց ստիպեց իրեն մոտենալ վաճառասեղանին։ Կինը բարձրացրեց հայացքը, մոխրագույն մազերը հավաքված էին հյուսով։ Պեյջը ասում էր Անի, կարող եմ օգնել ձեզ, հարցրեց նա, գնահատականով նայելով նրա թանքագուստին։ Ես փնտրում եմ մեկին, ասաց Արմենը, տղա Արամ անունով։ Նա 11 է, գուցե 12, մուգ մազեր, շագանակագույն աչքեր։ Անի դեմքի արտահայտությունը աննկատ փոխվեց։ Մենք այստեղ շատ երեխաներ ենք տեսնում։ Որն է ձեր հետաքրքրությունը հենց նրա նկատմամբ։ Նրա ձայնի պաշտպանական նոտան պարզ էր։ Արմենը հասկացավ, թե ինչպես է թվում։ Հարուստը հարցնում է անօթևան երեխայի մասին։ Նա խորշունչ քաշեց և որոշեց ազնիվ լինել։ Նա իմ որդին է, հանգիստ ասաց նա, թեև ես միայն վերջերս իմացա։ Անին երկար ուսումնասիրեց նրան։ Վերջապես ասաց. Արամը օգնում է խոհանոցում, երբեմն ամաններ է լվանում, լավ է շփվում փոքր երեխաների հետ, օգնում է դասերով։ Արմենի սիրտը սեղմվեց որդու կյանքի այս փայլուն պատկերից։ Երբ եք վերջին անգամ տեսել նրան։ Մի քանի օր առաջ, ասաց նրան հիվանդանոցում կարևոր գործ ունի։ Նա հատուկ տղա է, պարոն Հովհաննիսյան։ Ճանաչումը փայլեց նրա աչքերում, բայց նա չմեկնաբանեց։ Արամը շատ բան է անցել, բայց չի կորցրել բարության ունակությունը։ Սա հազվադեպություն է, հատկապես փողոցում։ Արմենը գլխով արեց, չկարողանալով խոսել կոկորդի պատճառով։ Նա հանեց այցեքարտը և հետևի կողմում գրեց անձնական համարը։ Եթե տեսնեք նրան, ասեք, որ ուզում եմ խոսել, առանց ճնշման, պարզապես խոսել։ Անին վերցրեց քարտը։ Կփոխանցեմ, բայց պարոն Հովհաննիսյան, Արամի նման երեխաները դառը քորցառությամբ սովորել են հեշտ չվստահել։ Եթե լուրջ եք, ձեզ պետք է համբերություն և պետք է ապացուցեք, որ արժանի եք նրա վստահությանը։ Հասկանում եմ,
ասաց Արմենը։ Երբ շրջվեց գնալու, նա կանչեց նրան. «Պարոն Հովանիսյան, Արամը սովորաբար օգնում է կիրակի օրերին ժամը 8-ին նախաճաշ բաժանել։ Նա շատ լուրջ է վերաբերվում իր մարտականություններին»։ Արմենը գլխով արեց, հասկանալով ակնարկը։ Եթե ուզում եք ամուրջ կառուցել որդու հետ, պետք է հանդիպի Արամին իր պայմաններով, իր աշխարհում։ Վերադառնալով մեքենան, Արմենը նայեց իր արտացոլանքին։ Դեմքը նույնն էր, բայց հիմա նա տեսնում էր այլ մարդու, այն, ով անտեսել էր Քրիստինեի նամակները, այն, ով չափազանց զբաղված էր միաձուլումներով, որպեսզի ճանաչի երեխային։ Հեռախոսը թրթռաց Մարիամի հաղորդագրությունից։ Խորհուրդը 30 րոպեից, քննարկում Տոկիոյի հետ միաձուլման մասին։ Առաջին անգամ կարիերայում Արմենը պատասխանեց. «Տեղափոխիր, ընտանիքան հանգամանքներ»։ Հետո ավելացրեց. «Ազատիր իմ կիրակի առավոտները անորոշ ժամկետով»։ Պատասխանը եկավ անմիջապես. «Կատարված է, ամեն ինչ կարգին է»։ Արմենը նայեց քաղաքի փողոցներին։ «Ոչ», մուտքագրեց նա, «բայց աշխատում եմ դրա վրա»։ Սոնային դուրս գրեցի նոր բատորը։ Մինչ Արմենը օգնում էր նրան հավաքել իրերը, նա նայում էր հարևան պալատին, որտեղ եղել էր Արամը։ «Հայրիկ», ասաց նա, սեղմելով փղիկին, «կարծում ես իմ հրեշտակ պահապանը ունի տուն»։ «Ինչու ես հարցնում»։ «Տեսել եմ նրա ուսապարկը, թվում էր ամեն ինչը նրա մեջ է։ Կարծես ամբողջ տունը իր հետ է կրում, հավանաբար ծանր է»։ Արմենը նստեց մահճակալի եզրին, քաշելով Սոնային իր մոտ։ «Երբեմն», ասաց նա զգուշորեն, «մարդիկ տունը իրենց հետ են կրում, որովհետև դեռ չեն գտել ճիշտ տեղը այն դնելու համար»։ «Ինչպես մենք ենք տեղափոխվել այն ժամանակ, երբ մայրիկը գնաց երկինք», հանգիստ հարցրեց Սոնան։ «Մոտավորապես այդպես, բայց երբեմն մարդիկ ընտրություն չունեն»։ Սոնան լռեց։ «Ես կարծում եմ», ասաց նա վերջապես, «որ իմ հրեշտակ պահապանը պետք է ունենա տեղ ուսապարկը դնելու համար»։ Իրոք, Արմենն ավելի ամուր գրկեց նրան։ «Այո, Արևիկ, կարծում եմ յու ճիշտ ես»։ Տան ճանապարհին Սոնան շատ էր խոսում, բայց մշտապես վերադառնում էր Արամի թեմային։ Գուցե նա էլ է սիրում պատմությունները։ Նրա գիրքը շատ սիրելի էր թվում։ Տանը Սոնան անմիջապես նստեց նկարելու քարտեզ։ «Ինչ ես անում»։ «Քարտեզ այն դեպքում, երբ նորից գտնենք նրան։ Տեսնում ես գծերը։ Կարմիրները առավոտվա համար, կապույտը օրվա։ Բոլոր գծերը հանդիպում են մեջտեղում, այնտեղ, որտեղ պետք է լինի ընտանիքը»։ Արմենը նայում էր երեխայի նկարին նոր աչքերով։ «Գիտես ինչ», ասաց նա, «այս քարտեզին ավելի շատ մանրամասներ են պետք»։ Եկեք ավելացնենք։ 1 ժամ նրանք միասին աշխատեցին, ավելացնելով զբոսայգիներ եւ գրադարաններ։ Արմենի հեռախոսը լուր էր գրպանում։ Առաջին անգամ տարիների ընթացքում նա լիովին այստեղ էր։ «Պատրաստ է», հայտարարեց Սոնան։ «Հիմա պարզապես պետք է հետևենք գծերին»։ «Այո», հանգիստ ասաց Արմենը, «պարզապես հետևել գծերին»։ Կիրակի օրը եկավ մանր անձրևով։ Արմենը կանգնած էր հագուստի սենյակում, նայելով կոստյումների շարքերին եւ մտածելով, թե ինչ հագնել անվճար ճաշարանում։ Նա ընտրեց պարզ սվիտեր եւ ջինսեր։ «Ուր ես գնում, հայրիկ», հարցրեց Սոնան։ «Հետևելու քո գծերից մեկին, հույս կենտրոնում։ Կարող եմ քեզ հետ գալ»։ Արմենը վարանեց։ Նա ուզում էր պաշտպանել 2 երեխաներին էլ։ «Ոչ այսօր, սիրելիս, բայց շուտով, խոստանում եմ»։ Օգնության կենտրոնը աղմկում էր, փողոցում հերթ կար։ Ներսում կամավորները բաժանում էին ուտելիք, եւ այնտեղ վաճառասեղանի հետևում կանգնած էր Արամը, բաժանելով վարսակի շիլը նույն գունատված սվիտերով, բայց մաքուր գոգնոցով։ Արմենը կանգնեց հերթում։ Երբ հասավ, Արամը բարձրացրեց հայացքը։ Արտահայտությունը մի պահ փոխվեց եւ դարձավ չեզոք։ «Վարսակի շիլա, թե ձու», հարցրեց Արամը պրոֆեսիոնալ կերպով։ «Վարսակի շիլա», հանգիստ պատասխանեց Արմենը։ «Սոնայի սիրելին», Արամի ձեռքը սառեց։ «Նա ավելի լավ է»։ «Այո, քո շնորհիվ»։ Արմենը ուզում էր ավելին ասել, բայց հերթը շարժվում էր։ Նա նստեց անկյունում դիտելով։ Արամը արդյունավետ էր աշխատում, ավելի շատ դնելով երեխաներին, օգնելով ծերերին։ Անին մոտեցավ սուրճի սափորով։ Նա դա անում է ամեն կիրակի, ոչ մի անգամ բաց չի թողել։ «Ինչպես է հասցնում»։ Ձայնը խզվեց Արմենի մոտ։ «Դպրաց, ուտելիք, նա խելացի է, ինքն է սովորում գրքերով»։ «Իսկ մնացածը»։ Նա նայեց Արամին։ «Նա հասցնում է, երեխաները հաճախ հասցնում են, եւ մեծահասակները հիասթափեցնում են նրանց։ Ուղղակիությունը մեղմ էր, բայց պարզ։ Ես ուզում եմ օգնել նրան։ Ուզում եք»։ Նա նստեց դիմացը։ «Թե ուզում եք թեթևացնել խղճի խայթը»։ Հանկարծ աղմուկ բարձրացավ։ Մի տղա շրջեց սկուտեղը։ Նա սառեց սպասելով պատժի, բայց Արամն արդեն այնտեղ էր, ծնկի իջած կողքին։ «Էй, ամեն ինչ նորմալ է, պատահականություններ լինում են։ Արի նոր նախաճաշներ ցրա։ Ես էլ առաջին անգամ շրջեցի իմ սկուտեղը։
Տղան լուսավորվեց, Արմենը տեսնում էր բարությունը, որը գոյատևել էր չնայած ամեն ինչին, նա դա սովորել է ոչ ինձանից, հանգիստ ասաց Արմենը, փոխարինում նավարտվեց, Արամը սկսեց մաքրել սեղանները, երբ վերջինը մաքրվեց, նա մոտեցավ, ինչու եք այստեղ, պարոն Հովանիսյան, որպեսզի տեսնեմ քեզ հասկանամ, ինձ ոչինչ պետք չէ ձեզանից, գուցե, համաձայնեց Արմենը, բայց ինձ պետք է ինչ-որ բան քեզանից, շանս ոչ անցյալը շտկելու, այլ հիմա ներկա լինելու։ Արամը երկար ուսումնասիրեց նրան, Սոնայի քարտեզը, ասաց նա վերջապես, այն, որ նա նկարել էր, այնտեղ գրադարան կա, Արմենը թարթեց, որտեղից գիտես, ուրվագից շփիտ, տեսել եմ պատուհանից, նա շատ գույներ է օգտագործում, այո, Արամը հանեց գոգնոցը, կենտրոնական գրադարանը բացվում է կիրակի օրը կեսօրին, երբեմն գնում եմ այնտեղ կարդալու, նա լռեց, եթե ինչ-որ մեկը ուզում էր հասկանալ, դա կարող էր լինել սկզբի վայրը, դա հրավեր չէր, բայց նաև մերժում շիր, դա պատի մեջ ճեղք էր, շնորհակալություն, ասաց Արմենը կանգնելով։ Նախաճաշի եւ ամեն ինչի համար։ Արամը գլխով արեց եւ գնաց խոհանոց, բայց ուսապարկը թողեց սեղանի մոտ, նշան, որ կվերադառնա։ Ինչպես եք կարծում, հարաբերությունները վերականգնելու համար ավելի կարևոր են բառերը թե գործողությունները։ Կիսվեք ձեր կարծիքով։ Սոնայի դեմքը լուսավորվեց, երբ Արմենը պատմեց նրան այգու շատրվանի մասին։ Նա անմիջապես ավելացրեց այն քարտեզին։ Իսկ թռչունները իսկապես ամեն առավոտ են գալիս, հարցրեց նա, ներկելով կապույտ շատրվանը։ Այդպես ասաց ինձ Արամը։ Սոնայի ձեռքը սառեց։ Դու խոսել ես նրա հետ։ Այո, գրադարանում եւ հույսում նա կարդում էր։ Այո, սպանել ծաղրասարյակին։ Դա մայրիկի դարակում է, բացականչեց Սոնան, վազելով դեպի գրադարակը։ Կարող ենք միասին կարդալ։ Այո, ասաց Արմենը։ Այդ երեկո, երբ Սոնան քնեց, Արմենը ստացավ Մարիամի հաղորդագրությունը խորհրդյան հանգստության մասին իր գրաֆիկի համար։ Նա պատասխանեց. նշանակիր վաղը եւ գտիր ամեն ինչ մեր շրջանի քաղաքային հասարակական այգիների մասին, հատկապես խոտաբույսերով։ Հիմնադրամը կարող է օգնել բարելավել։ Հիմնադրամը միշտ եղել է պարզապես հարկերից խուսափելու միջոց, բայց հիմա Արմենը տեսնում էր հնարավորություն։ Հաջորդ առավոտյան նա գնաց այգի, որի մասին խոսել էր Արամը։ Պարզ տեղ, հին աղյուսե տների միջև։ Տարեցկինը աշխատում էր խոտաբույսերի մեջ։ Ես փնտրում եմ խոտաբույսերի մահճակալ, որը խնամում էր Քրիստինեն, ասաց Արմենը։ Կինը փոխվեց դեմքով։ Դուք ճանաչում եք Քրիստինեին։ Ոչ այնքան լավ, որքան պետք էր։ Ես Արամի հայրն եմ, նա ուսումնասիրեց նրան։ Վերջապես, սրանք նրա խոտաբույսերն են։ Արամը խնամում է դրանք։ Տղայի մոտ նրա ձեռքն է բույսերի վրա։ Ես կուզենայի օգնել ոչ միայն փողով։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր հասկանում են, որ այգիները, ինչպես երեխաները, պահանջում են մշտական խնամք։ Չի կարելի պարզապես տնկել եւ գնալ։ Ես սովորում եմ դա, հանգիստ ասաց Արմենը։ Ահա այդ անանուխի կտրոնքերը։ Արամը սկսել է անցյալ շաբաթ։ Պետք է փոխպատվաստել։ Հանեք պաճկոնը, ցույց կտամ թե ինչպես։ Իմ անունը Ռաիսա է։ Մեկ ժամ Արմենը կանգնած էր ծնկի իջած ցեխի մեջ։ Նրա կոստյումը փչացած էր, բայց նա զգում էր հաջողություն։ Ված չի, ասաց Ռաիսան։ Հողը չափազանց չոր է, հնչեց ձայնը հետևից։ Արամը կանգնած էր այնտեղ։ Նա մոտեցավ, փորձառու ձեռքերով ուղեց հողը։ Մայրս ասում էր, անանուխին ավելի շատ ջուր է պետք, քան թվում է։ Կսովորեցնես ինձ։ Արամը սառեց։ Պետք է կանոնավոր գալ։ Բույսերին մեկ է ժամանակ ունեք, թե ոչ։ Գիտեմ, կարող եմ լինել այստեղ ամեն առավոտ։ Արամը նայեց նրան։ 3 շաբթի եւ 5 շաբթի, ժամը 7-ի։ Եվ հագեք նորմալ կոշիկներ։ Այդ իտալական կոշիկները հարմար չեն։ Այդպես սկսվեցին օրերը այգում։ Դա փոքրիկ ճեղք էր Արամի պատում։ Շաբաթները մտան ռիթմի մեջ։ Արմենը գալիս էր, կեղտոտվում, սովորում։ Մայրիկը ամենից շատ սիրում էր նարդոսը, ասաց Արմենը մի օր։ Իսկ դու ինչ ես սիրում։ Ռոզմարին, նա կոշտ է, հարմարվող, կարող է աճել ամենուր, եթե շանս տան։ Մետաֆորան պարզ էր։ Իդեպ Սոնայի մասին, զգուշորեն ասաց Արմենը։ Նա հարցնում էր այգու մասին։ Ինչ ասացիք նրան։ Որ սովորում եմ ինչ-որ շատ իմացող մեկից, Արամը լռեց։ Մանկական բաժնին պետք է փոխպատվաստում։ Ռաիսան ասաց, կարող ենք տնկել չեռի լոլիկներ։ Սոնան սիրում է չեռի լոլիկներ։ 3 շաբթի, լավ ժամանակ է տնկելու համար։ Արմենի հեռախոսը զնգաց։ Երրորդ զանգը արտակարգ գծով։ Ներողություն, պետք է պատասխանեմ։ Արամի ուսերը լարվեցին։ Զանգը շտապ էր։ Խնդիրներ Ասիայում։ Արմենը նայեց իր կեղտոտ ձեռքերին, Արամի խոնարհված գլխին։ Նա զանգահարեց Մարիամին։ Չեղարկիր առավոտյան հանդիպումները։ Թող Ջեյմսը զբաղվի Սինգապուրով։ Խորհրդին դուր չի գա։ Պարտադիր չէ։ Որոշ բաներ ավելի կարևոր են երամսյակային հաշվետվություններից։ Նա վերադարձավ։ Արամը հանգստացավ։ Ամեն ինչ կարգին է։ Ոչինչ, որ չէր կարող սպասել։
Դու խոսում էիր մանկական բաժնի մասին։ Արամը հանեց մաշված տոպրակ սերմերով ուսապարկից։ Մայրս պահպանել էր դրանք անցյալ տարվանից։ Ասաց, լավ սերմերով պետք է կիսվել։ Այդպես են աճում այգիները։ Առաջին այցի առավոտը Սոնայի հետ։ Նա սեղմել էր կրծքին իր մանկական գործիքները եւ քարտեզը։ Արամն արդեն այնտեղ էր։ Դու այլ կերպ ես թվում առանց հիվանդանոցի լույսի, ասաց նա։ Դու էլ ավելի լավ ես թվում, քո շնորհիվ։ Ես բերել եմ քեզ քարտեզը։ Արամը վերցրեց այն։ Դու ավելացրել ես շատրվանը եւ թռչուններին։ Ցույց տուր որտեղ են լինում կարդինալները։ Արամը վարանեց, հետո իջավ ծնկի կողքին։ Տեսնում ես, ահա այստեղ։ Նրանք միասին աշխատեցին 1 ժամ։ Սոնան անուններ էր տալիս յուրաքանչյուր լոլիկին։ Սա Ռոբերտն է, սա Լիզան է։ Բույսերին սովորաբար անուններ չեն տալիս, ժպտաց Արամը։ Ամեն կարևոր բան պետք է անուն ունենա։ Մայրիկն է այդպես էր ասում։ Իմ մայրիկը Ռոզմարինը անվանում էր Ալեքսիտո։ Փոքրիկ Ալեքս։ Հիանալի է։ Սոնան փայլում էր։ Գիտես, մայրիկն ասում էր այգիները ընտանիքների նման են, երբեմն խառնաշփոթ, բայց աճում են անսպասելիորեն։ Կարծում ես մեր մայրերը կդառնային ընկերուհիներ, հանկարծ հարցրեց Արամը։ Արմենը շունչը պահեց։ Այո, հանգիստ ասաց Արամը։ Կարծում եմ նրանք շատ լավ կհասկանային իրար։ Այգու սեսիաները դարձան կանոնավոր։ Մի օր Սոնան հարցրեց. Արամ, որտեղ ես կարդում, երբ անձրև է գալիս։ Գրադարանը փակ է։ Գտնում եմ տեղեր։ Դու կարող ես օգտվել մեր տան գրադարանից, այն միշտ բաց է։ Եվ այնտեղ մեծ աթոռներ կան։ Արամը լարվեց։ Գրադարանը բաց է բնակիչների եւ ընտանիքի ընկերների համար, զգուշորեն ասաց Արմենը։ Ինչպես Ռաիսան ընկեր է, ավելացրեց Սոնան։ Գուցե, դանդաղ ասաց Արամը։ Կարող եմ նայել այգեգործության գրքերին եւ օգնել ինձ կարդալու հետ։ Տեսնենք, քայլ առ քայլ, ինչպես ցանկի հետ։ Հետո տան գրադարանում Արամն ու Սոնան կարդում էին կամուրջ դեպի Տերաբիթիա։ Կյանքը փխրում է, ինչպես փչակ, կարդում էլ Սոնան։ Ինչ է նշանակում դա։ Որ ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում, ասաց Արամը։ Բայց դու դարձրիր այն ավելի քիչ փխրուն, ինչպես լոլիկների համար կոճղակները։ Մարիամը մտավ գրադարան։ Պարոն Հովանիսյան, խորհուրդը հարցնում է։ Հայրիկը զբաղված է, հայտարարեց Սոնան։ Մենք հերբարիում ենք անում։ Իհարկե, հարթ պատասխանեց Մարիամը։ Նյութեր բերեմ։ Արամը եւ Սոնան սկսեցին հերբարիում, միավորելով Քրիստինեի խոտաբույսների եւ ծաղիկների գիտելիքները։ Մայրիկի գրասենյակը, ասաց Արամը շրջելով հայացքով։ Ինքնին այգի է։ Մենք այգու գիրք ենք անում, որոշեց Սոնան, որտեղ նրանց պատմությունները կաճեն միացին։ Կանխատեսումը խոստանում էր փոթորիկ։ Արմենը մինչ ուշ էր աշխատում, երբ Սոնան եկավ նրա մոտ փղիկով։ Հայրիկ, անհանգստանում եմ այգու համար, հանկարծ փոթորիկը վնասի բույսերը։ Արմենին մտքով անցավ։ Արամը, նա սովորաբար քնում է հույսում։ Նա զանգահարեց Անիին։ Արամը տեղում չէ։ Երեխաները ասացին անհանգստացել է այգու նոր ցանքերի համար։ Ես գնում եմ։ Ես էլ, բղավեց Սոնան։ Ոչ, դու մնում ես։ Բայց նա իմ եղբայրն է։ Բառերը դուրս եկան այնպիսի վստահությամբ, որ Արմենը սառեց։ Դու գիտես, հայրիկ, ես գիտեմ հիվանդանոցից ինչպես է նայում նրա ձեռքերը, եւ ինչու է նրա արյունը հարմար եղել ինձ։ Պարզապես բեր նրան տուն։ Արմենը մեքենան վարեց փոթորկի միջով։ Այգում մութ էր, բայց նա տեսավ ուրվագիծը, որը փորձում էր ամրացնել բրեզենտը։ Արամ, նոր խոտաբույսերը, բղավում էր տղան։ Նրանք չեն գոյատևի, արմատները դեռ թույլ են։ Արմենը շտապեց օգնելու։ Մայրիկի օրագիրը ասում է այս սորտերը գրեթե անհետացած են, բղավում էր Արամը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ մեռնեն։ Դա Քրիստինեի ժառանգության պարպանման մասին էր։ Ճակ տվեց։ Ծառի ճյուղը ընկնում էր։ Հեռացիր։ Արմենը քաշեց Արամին կողք։ Ճյուղը ընկավ այնտեղ, որտեղ եղել էր Արամի ապաստանը։ Իմ գրքերը, մայրիկի լուսանկարները, ասաց Արամը։ Ինձ բարերարություն պետք չէ։ Սա բարերարություն չէ, սա ընտանիք է։ Սոնան քեզ անվանեց եղբայր։ Կայծակի բռնկումը լուսավորեց Արամի դեմքը, կարոտ եւ վախ։ Միայն այսօրվա համար, ասաց նա վերջապես։ Երբ եկան, Սոնան սպասում էր վերելակի մոտ։ Ես պատրաստել եմ տաք շոկոլադ մայրիկի բաղադրատոմսով։ Արամը մնաց։ Սկզբում 1 գիշերով, հետո 1 շաբաթով։ Հյուրասենյակը լցվեց նրա իրերով։ 1 ամիս անց Արմենը գտավ նրանց Ռիտայի գրասենյակում։ Հայրիկ, նայիր, մենք գտանք մեր գրքի իդեալական ավարտը, վերջին էջը։ Ռոզմարինի ճյուղ, Արամը եւ վարդի թերթիկներ։
Ռոզմարին հիսողության համար, Վարդեր սիրո համար։ Արամը հանեց նոր ուսապարկից մաշված օրագիր։ Գտա դա ճյուղի տակ, մայրիկի օրագիրը։ Նա կուզենար, որ դուք տեսնեիք։ Արմենը դողացող ձեռքերով վերցրեց այն։ Մենք կարող ենք տնկել վարդի ծառ, ասաց Արամը։ Նոր բաժին։ Կարծում եմ հրաշալի գաղափար է, ասաց Արմենը։ Սոնան փայլում էր։ Պատուհանից դուրս բալկոնին իջավ կարմիր կարդինալը։ Արամի առավոտյան թռչուններից մեկը եկել էր հյուր։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ ընտանիքը միշտ չէ, որ այն մարդիկ են, ում հետ ապրում ենք մեկ տանիքի տակ, այլ այն մարդիկ, որոնց համար պատրաստ ենք ամեն ինչի։ Ներումը եւ սերը կարող են բողբոջել նույնիսկ ամենահին վիրավորանքների միջով, ինչպես ռոզմարինը ասֆալտի միջով։ Իսկ դուք հավատում եք, որ երբեք ուշ չէ ամեն ինչ շտկելու համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք նոր հուզիչ պատմություններ։ Մինչև հանդիպում։